Հարգելի խորհրդարան, շատ բնական է, որ յուրաքանչյուր ոք, ով մոտենում այս ամբիոնին, խոսում է ժողովրդի ինչ-որ մի հատվածի անունից, եւ դա բնական է, ժողովրդի այդ մեկ հատվածը յուրաքանչյուրը ունի իր ճաշակը, իր արժեքային համակարգը, խորհրդակցում է մարդկանց հետ եւ նրանց կարծիքներն է փոխանցում, բնական է։ Ես էլ ինչ-որ մի փոքր հատված կա այս ժողովրդի մեջ, որոնց հետ խորհրդակցում եմ, զրուցում եմ եւ բնականաբար ես էլ կփորձեմ այդ տեսակի, այդ արժեքային համակարգ կրողների կարծիքը փոխանցել։ Ես երեք հանդիպեցի իմ ընկերների հետ, դասախոսներ են դրանք, եւ խորը տագնապ կար նրանց մոտ, խորը տագնապ։ Իրենց հավաքական միտքը շատ ավելի կառուցողական է, կասեի ավելի քաղաքական, սևերի սպիտակների կռիվ չկար, բայց կար ընդհանուր արդյունք, տագնապ կար, որ այս վիճակով պետությունը մենք տանում ենք իսկապես անդունդ։ Չեմ ուզում անունը տալ, որտեղ թույլտվություն չեմ վերցրել, որ պետք է տամ, ուղիղ 1 ժամ քննարկում էր, թե որ երկիր ինքը արտագաղթիր ընտանիքով եւ ցավոք ասում էր, որ սա այն դեպքեր ասում էր, որ բացահայտ իշխանություն է մեղավոր իր քաղաքականության պատճառով, եթե ընդդիմություն է մեղավոր, ապա որ ենթարկվեց հոգեբանական գրոհի իշխանության, որ այլնայողություն կլինի, այն դեպքում, որ հրապարակում մենք ունենայինք 150-ից 200,000 մարդ եւ իշխանությունը, ինչքան էլ դուք վատ կարծիք ունենաք իշխանության մասին, ձեր մասին, ես կարծում եմ, որ այլնայողություն չէր լինի։ Այնպես որ, բայց ես այդ տագնապը այստեղ չեմ զգում։ Որոշների մոտ դա հնարավորություն էր, որպեսզի ցույց տան, թե ինչքան հավատարիմ են Սերժ Սարգսյանին եւ մի ամբողջ լուտանք են թափում ընդդիմության հասցեին։ Այդ ճանապարհ չի, ամոթ է։ Ընդդիմությունը հիվանդ չի։ Եթե հիվանդ ենք, բոլորս ենք հիվանդ։ Մի դասեր տվեք։ Եվ եթե ցինիզմը ասում է այն մակարդակին, որ ասում են ընդդիմության պահվածքի պատճառով արտագաղթը նոր թափ է առնում, դուք ինչով եք զբաղված։ Միթե ընդդիմության պատճառով է այս վիճակը հասունացել Հայաստանում։ Հիվանդ են բոլոր նրանք եւ ամբուժելի հիվանդ են, ովքեր այս ամեն ինչը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ։ Ամբուժելի հիվանդ են։ Երեկվա զեկուցողի եւ զեկույցի մասին։ Գիտեք, մի քիչ պետք է հրապարակայնացնեմ մեր առանցին զրույցները։ Միշտ ասել եմ, հարգեք այստեղ նստած մարդկանց եւ երբեք որպես ցուցիչ մի նշեք առաջին նախագահի ժամանակ պետության վիճակը, մի փորձեք ընտրողաբար ներկայացնել, որ այն ժամանակ շատ ավելի լավ էր, քան հիմա։ Անշուշտ այն ժամանակ մենք ահագին լուրջ հաջողություններ ենք ունեցել, շատ լուրջ հաջողություններ։ Բայց նաև շատ բացթողումներ եւ եթե միայն ընտրողաբար սելեկտիվ խոսում ենք միայն հաջողությունների մասին, դուք վիրավորում եք այստեղ նստած այն մարդկանց, որոնց այս ամբիոնից մահապատժի հոդվածով բանտարկեցիք, ովքեր պայքարում են ընտրությունների կեղծելու դեմ 96 թվականին։ Դուք վիրավորում եք այն կուսակցությանը, իդեպ, երբ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում այդ գերագործադիր մարմնի նիստին, ես միանգամից հիշեցի 94 թվականի դեկտեմբերի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ոչինչ չի փոխվել, կատարելագործված Սերժ Սարգսյանը կատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը։ Ասածս հետևյալն է միշտ եղել, հարգելի ընկերներ, պետք է կարողանալ համակողմանի ներկայացնել, ասել ունեցել ենք եւ լավ եւ վատ կողմեր, չվիրավորեք մարդկանց, որովհետեւ ես վիրավորվում եմ եւ խոսում են միայն այդ թվականի հաջողությունների մասին եւ փորձում են դա որպես լավ օրինակ տեղայնացնել այսօրվա քաղաքական դաշտում։ Կարելի է մի անգամ նստել քաղաքական կամք ունենալ, համակողմանի քննարկել, ներկայացնել դրականը, բացասականը, անհրաժեշտության դեպքում ուժ ունենալ, ներողություն խնդրել նաև գործած սխալների համար, որ համոզիչ լինենք, որ չվիրավորենք միմյանց։ Սա ընդհանրապես այս հարցով, եւ ես ուղղակի այս օրդորը կուզենամ, որ միշտ նկատի ունենաք, որտեղ ճշմարտություն, միայն ամբողջական ճշմարտությունը կարող է խոսել ճշմարտության մասին։ Սելեկտիվ ճշմարտությունը շատ ավելի վատ է, վտանգավոր է, քան կեղծիքն ու սուտը։ Եվ խնդրում եմ սա նկատի ունեցեք։ Մենք գործընկերներ ենք, պետք է առաջ գնանք, դիտում եմ, որ միասին պետք է առաջ գնանք, բայց բաներ կան, ճշմարտություններ կան, որ պետք է միշտ նկատի ունենալ։ Հիմա ինչ վերաբերում է այն բանավեճին, սա կառավարման ճգնաժամ է թե քաղաքական։ Միանշանակ քաղաքական ճգնաժամ է։ Ավելի մեղք կլիներ, լավ կլիներ, որ սա ընդհանրապես կառավարման ճգնաժամ լիներ, որովհետև կառավարման ճգնաժամները կարող ենք լուծել կառավարությունները փոխելով կամ կառավարության ծրագիրը փոխելով։
Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ կառավարման ճգնաժամը վերաճում է քաղաքական ճգնաժամի, բայց սա զտայրուն քաղաքական ճգնաժամ է։ Յուրաքանչյուր քաղաքական ճգնաժամ անպայման իր մեջ ունի նաև կառավարման ճգնաժամի այդ գործոնը։ Եւ դրա բացարձակ, այսպես ասենք, ցուցիչը, երևակը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կատարված դեպքներ, գործընթացներն էր։ Պարզվում է, որ խորհրդարանի իր քանակությամբ, իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը հաշված ժամերի օրերի ընթացքում քաղաքական եթերից կարող է վերանալ, անհայտանալ։ Գուցե որոշ ժամանակով, իհարկե ես շատ կցանկանամ, որ մեր ընկերները վերադառնան եւ նույն ուժով կարողանան քաղաքական դաշտում ապահովել իրենց տեղը։ Բայց սա խոսում է միայն ու միայն քաղաքական խորը համակարգային ճգնաժամի մասին։ Խոսում ենք քաղաքագիտությունից, ուզում ենք քաղաքագիտական ինչ-որ շտրիխների անդրադառնալ, որ ցույց տան, որ քաղաքական գործիչներ ենք։ Այդպես չի լինում, որ 36 պատգամավոր ունեցող խմբակցությունը 131-ից միանգամից վերանում է։ Այսօր էլ մենք փորձում ենք դեռ արվածել, որովհետև այս բացակայությունն էլ մենք չենք ուզում գնահատել ինչի արդյունք է։ Գիտեք, ես Սերժ Սարգսյանի ելույթից չհասկացա մի բան, դա իսկապես պես հավաքական թիմի պատկերացում էր, թե պահիտակ գրված էր։ Ես կուզենամ, որ դա ուղղակի պահիտակ գրված լինի, որտեղ այդքան հակասահմանադրական, հակաքաղաքագիտական ծրագրային ելույթ ես չեմ պատկերացնում, որ կարող է հանրապետության նախագահը ունենալ։ Ես լսելով ձեր առանցին պատգամավորների ելույթները ես հասկանում եմ, որ նրանք ուղղակի ձեզանից որևէ մեկը երևի չի ասել, ախոր պարոն նախագահ, արիր չի ձեզ, որ կանգնեք համանդրության նորմ խախտեք, երբ ասեք ես պիտի որոշեմ, թե ով ինչ հավակնություն պետք է ունենա։ Վերջապես մենք ունենք համանդրության երկրորդ կետը, որ ով կարող է ինչ դառնալ։ Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ համանդրություն է խախտվել, երբ այդ մասին ասվել է, բայց ես նաև հասկանում եմ, որ դուք ոչ համարձակություն ունեք, ոչ էլ ձեր անձնական շահից բախում է, որ ասեք չի կարելի այդպես։ Մի քիչ հետո ձեզ էլ կնայեմ, սպասեք։ Հիմա, ես ինչ ձոր մարդիկ են ավակվել այստեղ։ Լսեք, լավ հասկացանք։ Ես ուզում եմ ասել ձեզ, որ իսկապես դուք կներեք, այսպես խնձորներ եք դրել Սերժ Սարգսյանի թևի տակ, իսկ թվում է, որ հավաքվում եք, ասում եք, պարոն նախագահ, 5000 տարի ո՞նց է մեր ազգը առանց ձեր անմիջական ղեկավարությամբ գոյատևել։ Ես հասկանում եմ, ես տեսնում եմ դուք իսկապես կործանում եք եւ իրեն, եւ ձեզ, եւ ամբողջ պետությանը ձեր այդ պահվածքով։ Իսկապես այդ ծրագրային ելույթի հետ կապված Սերժ Սարգսյանը մի քանի բաներ կար, որ միանգամից ստորագրում եմ դրա տակ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որ բիզնեսը եւ իշխանությունը պետք է տարանջատել։ Ասում է այս մասին եւ հաջորդ իսկ պահին հայտարարվում է, որ ասում է, որ բիզնեսը եւ իշխանությունը պետք է տարանջատել, հաջորդ պահին հայտարարվում է, որ ստեղծվում է կոռուպցիոն հանձնաժողով, որը կղեկավարեն Հովիկ Աբրամյանը եւ Գագիկ Խաչատրյանը։ Իսկապես Հայաստանը կրկես դարձնելու արենա չի ժողովուրդ։ Մի քիչ համոզիչ եղեք, չի կարելի ձեռ առնել ժողովրդին։ Դուք հավաքեք, դուք ձեզ ձեռ արեք, բայց ասեք, որ մարդիկ կան հասկանում են։ Արգեք ձեր խոսքը։ Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը այդ խոսքից հետո ասեր, իսկապես բիզնեսը իշխանությունը պետք է տարանջատել եւ այդտեղ նստածներից ասեր, դու ընկերներ լավ տղեկ եք, լավ բիզնեսմեններ եք, բայց որտեղ բիզնեսմեն եք, իրավունք չունեք կառավարությունում աշխատել։ Հավատացեք, այդ որ խոսում եք ընդդիմության մասին, ընդդիմությունը ձեր փոխարեն կգա ծափ կտար, կպաշտպաներ, կասեր, այո, պետք է այդ քայլը անենք։ Այո, երբ ասում ենք օրենսդրությամբ պետք է զբաղվել, օրենսդրության նկատմամբ որոշակի ինչ-որ բան ունեցող մարդիկ պետք է ասել, դու արգել պատգամավորներ, այս ամբիոնից դուք վախենում եք ձեր թշնամին է, որովհետև երկու դաբախ նախադասություն չեք կարող օրենսդրական դաշտից ասել։ Խնդրում եմ ազատեք ձեր տեղերը։ Հավատացեք, որ դա կերպար կդառնար իսկապես ազնիվ, ամուսիչ խոսք։ Ասեցի վերջացավ։ Կամ ես չգիտեմ ինչ է եղել Բարգավաճ Հայաստանի, դրա համար գնահատական չեմ տալիս։ Ես վստահ եմ, որ այդ բանակցություն կամ զրույց-կոչվածի ժամանակ չեն նստել քննարկել, թե ինչպես անենք, որ քաղաքական դաշտը մաքրեն։ Չէ, այդպես լիներ ցույց կտային, կայքեջերում կլիներ, ոչ։ Մի անգամ ասել եմ, գողական սխոտկայի ժանրի հանդիպում է եղել։ Ես կարող եմ ենթադրել հետևյալը, որ իսկապես բռնություն է իրականացվել, որովհետև մեկ օրվա ընթացքում Բարգավաճ Հայաստան 500 անգամ ձերբակալվեցին կամ ավելի ճիշտ ոստիկանություն տարան։ Պարզվեց երկու օրում ճշտեցի, որ այն հյուրանոցները, որոնք ղեկավարում են կամ որոնք գտնվում են Բարգավաճ Հայաստանի կուսակցության այդ ներկայացուցիչների ուրեմն զգովության տակ, դրանք բորդելներ են, հա։ Եվ այսպես կապույտ բերետավորը թե կարմիր բերետավորները գնացին, շրջապատեցին, մտան համարները դուրս եկան,
հետո որ ամեն ինչ արդեն ավարտվեց եւ որոշակի աշտություն եղավ, պարզվեց, որ երբեք էլ այդ բորդելներում ինչ որ մարմնավաճառներ չէին, այլ գուցե արդեն նոր տարվա այդ ձյունանուշիկներն էին, որոնք գնացել էին եւ նվերներ էին բաժանում համարներում, կամ այդ 500 հոգին, որ ավակվել էին այնտեղ, հիմա էլ այս կողմը նայեմ թող չնեղանան, որ դրանք պարզեն ոչ թե ապակայունություն էին ստեղծում, այլ կայունության այսպես ձիգ պաշտպաններն էին, ումն եք խափում, սա է քաղաքականություն, այդ որ դասեր եք տալիս, ասում եք հիվանդ է, դու հիվանդը դուք եք, որ չեք պատկերացնում, որ ժողովուրդը լավ հասկանում է, դուք ինչով եք զբաղված։ Միշտ ասել եմ հետևյալը, միակ ճշգրիտ ճանապարհը, բոլոր ելույթներից հետո ասել եմ, նստեք քաղաքական բաց քննարկում կազմակերպեք, կոնսուլտացիաներ արեք, եկեք միասին այս պետությունը դուրս բերենք, մեր պետությունը այս վիճակից։ Իսկապես երկու սենյականոց բնակարանի չափ տարածք ենք մենք, բոլորս բոլորից ճանաչում ենք, ամարդ ինչ է եղել, եկեք նստենք, բաց քննարկենք, քաղաքական ուժերով այն ընդդիմությունը, որ ինքնանպատակ դեմ կլինի, իսկապես դրանց պետք է անել քաղաքական դաշտից, լավ գործ արեք, ով տեր չի կա, ես ասում եմ, եթե այդ նույն բանի ժամանակ, ելույթի ժամանակ, որը շատ մեծ ցավ եմ ապրում, որ պետության նախագահը կարող է այդ մակարդակի ելույթ ունենալ, որ խոսում է որակների մասին, ով դեմ կլիներ, որ հաջորդ օրը քայլ իրականացվեր։ Այդ որ ընդդիմադիր գործիչը կասեր սխալ եք անում, որ քաղաքական դաշտը մաքրում եք ոչ քաղաքական տարերից։ Չէ։ Ավարտվում է։ Ասում եք ինչու չմասնակցեցիք 13 թվականի ընտրություններին։ Մենք մասնակցեցինք, հիմա ձեզ եմ նայում։ Ինչ խելվեցինք։ Ինչ խելվեցինք, ինտելեկտուալ ազգասեր հրաշալի մարդ էր։ Հաղթեց, ասեցիք, չէ, դու իրավունք չունես։ Մենք որոշում ենք, որ դու պետք է նախագահ չդառնաս, էս չեք դու։ Ժողովուրդ, տագնապ կա, մեծ տագնապ կա իմ մեջ։ Մենք գնում ենք կործանում։ Ձեզ չեմ տեսնում այն ինտելեկտուալ պոտենցիալը, որ դուք գնահատեք իրավիճակը եւ փրկեք վիճակը։ Բայց տեսնում եմ, որ ձեր մեջ էլ կան մարդիկ, որ ինձից ավելի շատ են տագնապած։ Վստահում եմ այդ մարդկանց, ասում եմ կազմակերպենք միասին, այս պետությունը դուրս բերենք այս վիճակից, շնորհակալություն։